Բարև ձեզ իմ հետևորդներ, իմ ընկերներ, սիրելի հայրենակիցներ, Սփյուռքում հայրենիքում գտնվող հայրենակիցներ, ես քանի որ տեղյակ եք, որ հյուր եմ եկել, հրավիրված եմ եղել Ուկրաինա, եկել եմ Ուկրաինա, գտնվում եմ Ուրարտու հյուրատանը, որ ինքից նաև գործում է ռեստորանը, ասեմ ձեզ, որ հիացած եմ, ուզեմ խոսենք հյուրերից, հրավիրողներից, հրավիրողները պատերազմի օրվանից մինչև առեսօր կանգնել են մեր բանակի, մեր զինվորի և իմ կողքին ժողովուրդ ջան։ Ես հիմա գտնվում եմ այս հյուրանոցում, այս գեղեցիկ համարում, հյուրանոցի հարակից տարածքում նույն հարկի տակ գործում է հացատուն, ռեստորան, հարսանյաց սրահ, կորպորատիվ փաթեթների համար գործում է փոքրիկ զալեր, ինչ եմ ուզում ասեմ, նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում հրավիրողներին և բոլոր Սփյուռքին և այս ռեստորանում գտնվելու օրվանից մինչև առեսօր ստացած տարբեր երկրների բոլոր հրավերքներից, ժողովուրդ ջան, ուստի խորհուրդ կտամ, որ բոլորդ հետևեք ինձ և իմ էջում եթե կնայեն իմ զինվորները, այն հաշվանդամ տղերքով, որ պատերազմի դաշտով անցել են, ես Սփյուռքից, Ամերիկայից, Տիկին Անժելիկայի հովանավորությամբ կարամ իրանց ուղեկցեմ այս ռեստորան, որպեսզի հանգստանան, ես այդ ձևի փաթեթ ունեմ իմ զինվորների հետ կապված, ուստի կարամ ցույց տամ մեր համարները, որ տենաք, ինչքան գեղեցիկ, շքեղ, վերանորոգված, կահավորված, կոմունալ բոլոր պայմաններով, այս համարը լուքս է կոչվում, լուքս դասի համար է, ստեղ էլ ունենք կոմունալ ամեն ինչ, մի խոսքով, այն ամեն ինչ, որ կա կարածառայի հաշվանդամ տղերքի համար իմ կողմից, հյուրանոցի կողմից մի մասն էլ, մնացածն էլ մենք ինքներս օգտակար կլինենք։ Իսկ այն բոլոր հայերին, ովքեր կգնան հանգստանալու, թող իմանան, որ այս հյուրանոցը ամենալավ հանգստի վայրն է, որովհետև այս հյուրանոցում հավաքված եկամուտի շուրջ 90%-ը պատերազմի օրերին ծառայել է հայ զինվորներին իմ միջոցով ժողովուրդը։ Սա մեր հյուրանոցի սպասասրահն է, միջանցքն է, կենտրոնական մուտքն է, հյուրանոցը բաղկացած է 4 հարկից, բոլորը նույն վիճակում է, ամեն ինչ չափից ավել գեղեցիկ է, ճիշտ օտար հողի մեջ է սարքված, բայց ես այս հողի մեջ արդեն մի շաբաթ ապրում եմ, օտարություն բացարձակապես չզգացվի, բացարձակապես ժողովուրդ ջան։ Իսկ իջնում է հյուրանոցը իր քանդակներով, իր սրբապատկերներով, արձաններով, Բաքում գտնվող արձաններով, բոլորը հայ արվեստը, հայ մշակույթը, հայ ձեռքի գործ է ժողովուրդ ջան։ Ուստի կխնդրեմ, որ բոլորդ էլ հետևողական լինենք, կխնդրեմ, որ բոլորս շնորհակալ լինենք Սփյուռքի հայերին ու այն տղերքին, որոնց միջոցով մենք ճանաչեցին մեր Սփյուռքի հայերին, մեր հարազատներին, կուզեմ այս հատվածը լուսաբանեմ, ստեղ լրիվ մեր արվեստն է, մեր հայկական տարազով, մեր հին տրադիցիաներն ու ադատները պահպանված են, անգամ պահարանի պատկերն է նույնը, ժողովուրդ ջան։ Այս հյուրանոցում գտնվող այս համարները, այս մեկը ինձ համար ամենաթանկն է, որովհետև ստեղ լրիվ հին հայկական, ավանդական, կխնդրեմ գորգերն են լուսաբանել, որպեսզի երևա, հին հայկական, ավանդական մեր ադատներն ու տրադիցիաներն է հիշեցնում, ժողովուրդ ջան։ Ուստի խնդրում եմ, որ հետևողական լինեք էջին, տեսնեք այն ամենը, ինչ որ ես տեսա, ես ամենաառաջի հրավերքը ստացա Խարկվից, որտեղ ապրում են Ջավախքի հայերը, ընտանիքը բաղկացած է 54 հոգուց, իրանք քույր, եղբայր, գրեթե բոլորին տեսա, ճանաչեցի, բոլորը մի ընտանիք էին համարվում։ Ուզեմ, որ այս տեսակ մարդկանց հետ շատ շփվեք, կապի դուրս գաք, օգտվեք այս հյուրանոցներից և ընդհանրապես օգտվեք այն վայրերից, որոնց հասույթից հայ զինվորին փայ է հասնում, ժողովուրդ ջան։ Այսքանը հարազատներս շատ շնորհակալ եմ, կխնդրեմ մի հատ այս պատկերները լուսաբանենք, որպեսզի հասանելի լինի մեր հայերին։ Այսքանը լավ մնացեք հարազատներս, շնորհակալ եմ Ջավախքի մեր հայերից,
մեր Թասիբով ազգից ժողովուրդ ջան լավ եղեք բոլորս միասին